Համանախագահողներից ինչի չեք պահանջել այդ փաստաթուղթը եւ եթե այդքան ազգադավ փաստաթուղթ էր ինչի չեք հրապարակել, որտեղ ձեր չի տալիս, որովհետեւ Քիվեստով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանի Հանրապետությանը։ Այդքան վատնա, լռեք, այդքան վատնա գտեք եւ հրապարակեք եւ դրա համար ժամանակ ունեցել եք։ Պարոն Փաշինյան, ես ձեր մուննաթը չեմ հասկանում այս 5 տարվա։ Բալուծեիք հարցը ժամկետ գոյություն ունի հակամարտությունների կարգավորման։ Ժամկետ գոյություն ունի, բա դուք լուծեիք։ Ես ասեմ դուք ինչի չեք լուծել։ Ասեմ ինչի չեք լուծել հակամարտությունը, պարոն Փաշինյան։ Դուք վախեցել եք։ Դուք 18 թվականին բարձր լեգիտիմություն եք ունեցել, ժողովրդական մեծ սեր եք վայելել եւ դուք վախեցել եք, որ ձեզ կասեն դավաճան։ Դուք հրապարակեք Քիվեստի թուղթը, հրապարակեք։ Եթե գաղտնիության խնդիր կա, ես պաշտոնապես ասում եմ, եթե կա տենց խնդիր, մենք չունենք։ Ես խոստանում եմ կառավարությունը որոշում կկայացնի ապա գաղտնիացնելու։ Տվեք այդ թուղթը, 10 օր ժամանակ տվեք, եթե գաղտնիության կստուգենք, կապա գաղտնիացեք, հրապարակեք։ Բայց ասում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող բանը, լրատվամիջոցը ոչ միայն փաստաթուղթն հրապարակե, այլև փաստաթղթի մատը ում կպելա, փաստաթղթի հետ ցանկացած գործողություն հրապարակելա։ Երկրորդ ասում եմ, դուք եք հրաժարվել Քիվեստի փաստաթղթից։ Ես վախեցել եմ, ժողովրդական սիրո առաջ վախեցել եմ, այո, վախեցել եմ, իսկ ինչի պետք է չվախենայի։ Իսկ ինչի երկրի ճակատագիրը տենց վիճակում ստանձնելով եւ պատասխանատվությունը ստանձնելով պետք է չվախենայի։ Իսկ ինչն է այդտեղ բան տարօրինակ որ վախեցել եմ։ Ինչն է տարօրինակ այդտեղ որ վախեցել եմ։ Այդտենց վախենայի նոյեմբերի 9-ի թուղթը չէի ստորագրի։ Վախենայի չէի ասի այն ինչ որ ասում եմ։ Ես այսօր հրապարակային ասում եմ բաներ, որ 1000 տարի հայ ժողովրդի մեջ վախեցել են, բազմաթիվները իմացել են եւ վախեցել են ասել բաներ, որ հազարամյա տապու է եղել մեր իրականության մեջ։ Բայց ինչի չեմ վախենում։ Որտեւ ես միշտ էլ ասում եմ, միշտ էլ վախեցել եմ սխալվելուց, այսօր էլ եմ վախենում սխալվելուց։ Ով չի վախենում, ասենք մենակ խելագարը կարա չվախենա այդ պատասխանատվության իրականացնելի սխալվելուց։ Մենակ խելագարը Վազգեն Սարգսյանն ասում էր ես վախենում եմ ոչինչից չվախեցողներից։ Եվ ինչ։ Այդ դուք եք որ տենց սուպերմեններ եք, բան տուրնիկի վրա այնքան անվախ կարակ պատտվեք, որ բան չվախենալով որ էլեմենտներ կան։ Մենք մարդիկ ենք։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացուց բխած իշխանությունով միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որ առերեսվել ենք մեր իսկ շահերին, մեր իսկ դարդին, մեր իսկ խնդրին։ Եվ հասկացել ենք, որ մենք պետք է մեր երկրի ապագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ եւ կայացրել ենք որոշումներ։ Այն ժամանակ որ ասում եք վախեցել ենք, գիտեք ինչից ենք վախեցել, որովհետեւ տեսել ենք այդ թագարդը, որ 1000 ներողություն Հայաստանի եւ Սփյուռքի մի շատ գործիչներ մղում են մեզ դեպի այն թակարդը, որը ասում եմ Ղարաբաղի հարցի մասին չի, Հայաստանի պետականության կորստի մասին է։ Մենք վախեցել ենք Հայաստանի պետությունը կորցնենք եւ ճիշտ ենք արել, որ վախեցել ենք։ Եվ այդ վախի շնորհիվ է, որ մենք այսօր ասում ենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը 50 տարի, 100 տարի, 500 տարի, 1000 տարի լինելու շանս ունի։ Եվ մենք մեր վախի շնորհիվ այդ շանսը, այո, մենք սովորաբար համեստ ենք մեզ պահում, բայց ես ասում եմ, այս քաղաքական թիմը, այս կառավարությունը Հայաստանի առաջ 100-ամյակի եւ 1000-ամյակի հեռանկար է բացել։ Եվ մեր կենտրոնացումը այլևս այդ 100-ամյա եւ 1000-ամյա շանսը օգտագործելն է։ Իսկ դուք գնացեք Քիվեստի թուղթը հրապարակեք։ Խնդիր ունեք, դիմեք 10 օրվա մեջ կապը գաղտնիացնենք, հրապարակեք, գնացեք, հանդիպեք մարզ, ցույց տվեք, թե ինչ եք արել, բայց եկեք չմոռանանք, Քիվեստից դուք ինքներդ եք հրաժարվել, եւ կրկնում եմ, Քիվեստը պաշտոնական թղթերի մեջ չկա, որովհետեւ դա ոչ թե բանակցային բովանդակություն է, դա դավադրություն է, որի համատեքստում տեղի ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Չեք հավատում, գնացեք Ռիմա Դեմիրճյանի գիրքը կարդացեք։
Չեք հավատում, գնացեք Վաղարշակ Հարությունյանի վկայությունները կարդացեք։ Չեք հավատում, գնացեք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող բանի լրատվամիջոցների ակնհայտորեն վավեր դիվանագիտական փաստաթղթերի հիման վրա, արտահոսած դիվանագիտական փաստաթղթերի հիման վրա կառուցված բանը ռեպորտաժ չէր, մի ժամ էր, ինչ էր, եկա մեծ ֆիլմ։